Եսայիա 43:19-ում գրված է. Ահա ես նոր բան եմ անում, հիմա կհայտնվի, միթե չեք իմանա, նաև մի ճանապարհ եմ շինելու անապատում, ամայի տեղերում էլ գետեր։ Ուզում եմ իմանաս, որ Աստված տեղյակ է քո բոլոր դժվարությունների մասին։ Նա ուզում է իր վրա վերցնել քո բեռները։ Աստված խոստանում է նոր բան անել քեզ համար։ Գուցե դու երկար ժամանակ տառապել ես։ Լսիր, Աստված ասում է. ես նոր բան եմ անում։ Նա ասում է. ես ճանապարհ եմ շինելու անապատում։ Շատերս հաճախ մեզ մենակ ենք զգում այս աշխարհում, կամ մերժված ենք, կամ էլ միշտ դժվարություններ ունենք։ Սակայն այս ճանապարհը, որ անցնում է քո ամայի տեղերով, քեզ կհասցնի նպատակակետին։ Աստված ասում է. ես նոր բան եմ անում։ Նա չի ասում կանեմ, նա արդեն սկսել է անել։ Աստված սիրում է նորը ստեղծել, դրա համար էլ փնտրում է նորացված սրտով մեկին, ում մեջ կկարողանա նոր գործ կատարել։ Աստված կրկնօրինակող չի, նա արարիչն է և միշտ նոր բան է ստեղծում։ Հարցը հետևյալն է. ինչ նոր բան է Աստված ուզում կատարել քո կյանքում։ Ինչը պետք է փոխվի քո սրտում։ Մեզնից շատերը բռնել են Աստծուց տրված երազանքը, կոչումը ու պարապ նստել։ Այն հայտնությունը, որով ուզում եմ կիսվել, սա է. Աստված ուզում է նոր բան անել քո միջոցով, բայց դու պետք է որոշում կայացնես թողնել վախի զգացումը։ Դա ամենամեծ զենքն է թշնամու ձեռքում, որը գործում է միմիայն քեզ դեմ։ Դու դադարում ես վայելել ու հասկանալ Աստծո մեծությունը և դառնում ես հոգևոր հաշմանդամ, այլևս չես վայելում Աստծո օրհնությունները և թույլ չես տալիս, որ Աստված նոր բան անի քո կյանքում։ Հասկացիր, որ Սատանան պատրաստ է ամեն բանի, որ քեզ խաբեության մեջ գցի։ Նա կասի, թե դու այլևս երիտասարդ չես, երեխա ես, արժանի չես, դու տեսք էլ չունես այդչափ հավատք։ Սա Սատանայի տակտիկան է։ Այս մտքերը մեզնից շատերի մեջ առաջացնում են վախ, ձախողման վախ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Քրիստոսով անհնարինը հնարավոր է։ Դա ես չեմ, ոչ էլ դու, այլ Աստված, ով զորացնում է մեզ։ Իսկ ով ասաց, որ դու բավականաչափ լավն ես ու հաջողված։ Դա Աստծո հոգին է քեզ անում։ Նա է հաջողում քեզ։ Անհապաղ զբաղվիր այն գործով, որի համար Աստված քեզ կանչել է։ Նա նոր բան է անում քո կյանքում։ Ուշադրությունդ տուր Աստծուն, լսիր նրա ձայնը, մի սպասիր մեկնարկին, այն ինքն իրեն չի սկսի։ Մի սպասիր, որ մեկը քեզ կհորդորի հետևել կոչմանդ, սկսիր հիմա։ Աստված արդեն կանչել է քեզ։ Այս տարի նա նոր բան է անելու, անապատները ոռոգված հողեր են դառնալու, միայն թե սկսիր հիմա։ Երբևէ չի լինելու այն իդեալական ժամանակը, որին սպասում ես, որ սկսես կատարել Աստծո կամքը։ Սողոմոն արքան ժողովող գրքում նույն միտքն է ասում. եթե սպասես հարմար պահի, ոչինչ էլ չես անի։ Մարդիկ ասում են, դե թող մի քիչ կյանքը հանդարտվի։ Կյանքը երբեք չի հանդարտվելու, իդեալական ժամանակ երբեք էլ չի լինելու, մի խաբիր քեզ։ Սովորիր ապրել անհարմար կյանք, այնպես, ինչպիսին այն կա։ Մի փնտրիր դատարկ հարմարավետություն, որտեղ անհրաժեշտ է, որ ոչինչ չանես։ Հնարավոր է դու արդեն փորձել ես, գնացել ես մի բանի հետևից, բայց չես հաջողվել։ Դա չի նշանակում, որ կարող ես հուսալքվել։ Լսիր, սա նոր տարի է։ Աստված Եսայիա 43-րդ գլխում ասում է. ես նոր բան եմ անում։ Դու կարող ես հենց այսօր, վաղը, մեկ շաբաթից կամ ամսից վկայել, որ Աստված վեր է առել քո հոգսերը։ Երբ խճճվում ես հուսահատության ու խնդիրների մեջ, հիշիր, որ Աստված այս տարի նոր բան ունի անելու քո կյանքում։ Քեզնից պահանջվում է հնազանդվել ու հավատալ այս խոսքին։ Քեզ անհրաժեշտ է Աստծո հետ մտերմություն անել, աղոթելով և կարդալով նրա խոսքը։ Քեզ անհրաժեշտ է հավատալ, այլ ոչ թե վախենալ։ Քեզ անհրաժեշտ է սկսել կատարել Աստծո կամքը։ Հենց այս տարին քեզ համար կարող է լինել առատության, ուրախությունների տարի, եթե քայլես Տիրոջ պատրաստած ճանապարհներով։ Հիշիր, դրանք անցնում են անապատի միջով և ոռոգում քո չորացած սիրտը։
Վստահ իր Աստծուն, նրա ծրագրերը քո կյանքի համար ավելի մեծ են ու իմաստալի, նա ուզում է, որ քո կյանքը իմաստ ունենա, Աստված չի արդարացնում մեր ակնկալիքները, նա անսպասելի լուծումներ ունի մեր խնդիրների համար։ Հնարավոր է, որ Աստված հենց հիմա նոր բան է անում քո կյանքում, բաց արա սրտիդ դուռը, այն, ինչ նա արել է երեկ, չի կրկնի այսօր, ամեն անգամ Տերը ավելի զորավոր պատասխան է տալիս քեզ, քո ապագան հուսալի է միայն նրա ձեռքերում, հարցը նրանում է, թե դու պատրաստ ես թույլ տալ նրան նորոգել քեզ, կատարել նորը քո սրտում։